Նորմալ է, մի քանի օրինակ կարող ենք բերել նույն պատերազմից հետո ուրեմն Ռուսաստանի եւ Ճապոնիայի հարաբերությունները։ Փաստացի, որպես այդպիսին, իրենք խաղաղության համաձայնագիր չունեն, ասեմ ավելին, ըստ որոշ բաների միջև հիմա էլ աշխատում են դրա շուրջ, բայց իրենց դա չի խանգարում առևտրաշրջանառություն, դիվանագիտություն եւ հարաբերություններ ունենալ։ Նույն այս դեպքում մեր վրա փորձում են ծախել այն, որ եթե Հայաստանում իշխանություն փոխվի, ապա տեղի կունենա պատերազմ, գալիս է 5-րդ շարաշիone, մենք դառնում ենք ռուսի ստրուկ, բլա 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 բլա։ Այդ բլա բլա համակարգը, որ ներդրել է Նիկոլ Փաշինյանը, մենք հիմա շատ հեշտ ու հանգիստ կկոտրենք։ Առաջինը։ Սիրելի հայրենակիցներ, դուք տեղյակ եք, թե որտեղից է գալիս մեր ցորենը, որից ստանում են հաց եւ ոչ միայն Ռուսաստանից։ Իսկ որտեղից էր գալիս հիմնական մեր ցորենը միջ այդ, այո, Արցախից։ Դուք գիտեք, թե որքան մեծ է հիմա կախվածությունը Հայաստանի տնտեսության Ռուսաստանի տնտեսությունից կամ առհասարակ